Արժանի չի, որ միակ ղեկավարը ստեղծել։ Արժանի չի, օրինակ դուք ստեղ եք, չէ, ձեր կարգը կատարելու համար։ Իսկ այսքան մարժն ուժել է, ինստրուկցիոնում կամ ինչ-որ միտեղ մեկը չկար, որ հարգեր այսքան մարդկան, ուրեմն գարստը կանգներ ասել հարգել է ժողովուրդը, կարը ասֆալտը վրի բոլորը հասկանում եմ իրավական արտերի համար քննարկելու, բայց իրավական քաղաքակիրթ եղանակով քննարկելու ձև կա, խումբ ստեղծեք, գնացեք, հիմա կոնկրետ գնացեք, մի 10 հոգի համարը դուրս է գալու, ես խնդիրը սենց հիմա խիմ է ստիպեցին, մենք իշնենք ստեղ, որ ճանապարհ փակենք, իրանք այդքանից հետո չեն գալիս, մեր հարցերին չեն պատասխանում։ Ստեղ հարցերի պատասխանելու, պարոն գնդապետ, մեր հարցերին պատասխանեք ինչու համար ոստիկանությունը ապահովում է, ապրեք շատ ձեր անվտանգությունը համար։ Դուք սահմանափակում եք այլոց իրավունքները, մենք ձեզ հետ ենք կոչում, ձեր իրավունքների համար սահմանափակումը վերացնելու համար, դրանք ասում քննարկման եղանակ է, գնացեք գնդապետ, 3 ամիս ոչ քաղաքացին, ոչ Իշոր մեկը որ ընդ նստած է ձեզնից ցածր կամ բարձր մարդը, ցույց չի տալիս իրան ներկա գտնվի։ Ես պարտավոր եմ ստեղ լինել։ Իրանք ինչու պարտավոր չեն։ Բոլորն էլ մենք ենք իրանց ընտրել։ Այդ մարդկանց մենք ընտրել ենք։ Իշոր մեկը թողաստեղ ու այդ հարցերին պատասխան տա ձեր հետ միասին խոսի, արդայցի, պատասխանատու են ձեր խնդիրներն իրականացնելու համար։ Այո, բայց համար կա գոյություն ունի ամեն մեկի համար առանձնացված տեղ կա, ամեն մեկը կառավարությունը իր դիրքում է, ամեն կապետարանը իր դիրքում է, ամենքի բնակիչ է, գնացեք ամեն կապետարանը, դեք սպասում են, քանի օր սպասում են, չէ, ճուք չեն եկել պատկան մարմինները, կառավարությունից, այո կառավարությունից, եկել են սպասում են, գնացեք, մենք չիշնենք ստեղ։ Ոչ մի բանի տեղ չի դնում։ Հիմա ես ինչ անեմ, իմ երեխու, իմ ապագա, իմ հոր, իմ այս փասախցիների հարցը ո՞նց է լուծվելու։ Իրանք որ չեն հարգում ինձ, ես պետք է իրանց հարգեմ։ Հարցը, եղբայր, ձեր հարցը դուք արդեն բարձրաձայնեցիք։ Բոլոր այն լրատվամիջոցներով բարձրաձայնեք, ես ո՞ր դառնա։ Որովհետև իրանք այդ հարցը որ կար բարձրաձայնել ենք մի անգամ, բարի լինենք այն ասեն հարգելի փասախցիներ, այսօր հավաքում ենք կուլտուրայի տունը կամ ստադիոնում։ Մի հատ լարեք տնակ այս խնդիրի հարցը ո՞նց ենք լուծում տալու։ Ոչ մեկ չկա, ոչ մի բան չի ասա ախպեր, որոշում ենք կայացնել ու քաշելն խրախ։ Մենք մի գլխի չարել ենք ախպեր։ Հիմա եթե ես մենակ Երևանը շրջապատված է համայնքներով, գյուղերով, բնակավայրեր, համայնքներ խոշորացված, ոչ խոշորացած բնակավայրեր։ Բոլորի մոտ տրանսպորտի խնդիր կա։ Միասնական լուծման նպատակը այն է եղել, որ երթևեկությունը Երևանի, որը որ այսպես է, էլ արդեն շնչելու տեղ չկա, Բեռնա թափվի։ Այդ նպատակով որոշում է կայացվել։ Հիմա դրա համար դա միասնական որոշում է, մենակ այս համայնքին չի վերաբերվում, դա ընդհանուր ամբողջ հանրապետությանն է վերաբերվում։ Հիմա լավ, մենք չենք հասկացել կառավարությունը, դա խելք չունենք, որ հասկանանք կառավարությունը մեր համար շուտ լավ բան ուզեց անել։ Չենք հասկացել, ինքը թողար մեզ բացատրել։ Մենք անհասկացող մարդ ենք, քիչ են գալիս բացատրել, որ մենք հասկանանք, որ մեր համար շատ լավ է լինում, որ 50-ին համար այս 8 մետրանոց ավտոբուսն ավելի վատն է, քաստեն գազելը Գազելը թող աշխատի ախպեր 59-ներ։ Չէ, մենակ 59-ներ։ Հիմա նոր բան չկա աշխատի։ Մենք նոր գիշեր շահելա, բան արել նոր։ Մուլտիպլի տրանսպորտն է։ 276։ Մտնում ամն է հրսված։ Չէ։ Թող էլի բարձանա, բայց ավտոբուսը թող բարձանա։ Իրար է թող աշխատի։ Այսինքն տրանսպորտ չկա, որ մտնում։ 10 դից գախպեր, բայց ավտոբուսը թող ելնի։ Մենք ես ենք ուզում ախպեր։ Մենք չենք ասում, չէ ախպերը գազելը չկա, իրանց իրավունքն է, օրենքի սահմանելով իրանց իրավունքն է, չէ գանստը աշխատի։ Թող աշխատեն։ Թող աշխատի։ Կնստեն այդ ավտոբուսը, կնստեն, չնստեն, թող չնստեն։ 59
59 Երևանի տրանսպորտը, համայնքային տրանսպորտ չի, դրա համար է։ Համար ասում ենք առաջարկել են 125 համարի ավտոբուս։ Միշտ էլ այո, քաղաքային Քաղաքային տրանսպորտը միշտ ունեցել։ 125 համար է։ Չէ, տեղյակ չեմ, այդ Քասախը աշխատել է, այո, Քասախը ստեղծված ժամանակում ունեցել 125, որ գնացել է մինչև Պրոսպեկտից եկել է Քասախ։ Այդ ոնց եղավ սովետական միության ժամանակ Քասախը ունեցել է իրավունք ունենա քաղաքային տրանսպորտ ունենա, իսկ հիմա նեցած ասում Քասախը քաղաք իրավունք չունի տրանսպորտ մտնելու։ որովհետև մի քաղաք մտնելու է տրանսպորտ։ Չի գալի։ Չէ, ախպեր, ով դա է իր իրավունքն է։ Ով ասել իր իրավունքը։ ամեն դեպքում